Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչև բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասաների երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Առիթից օգտվելով այսօր վերջին զանգի օրն է, ուզում եմ շնորհավորեմ բոլոր բարձր դասարանցիներին, ովքեր ավարտում են դպրոցը եւ մտնում են նոր կյանք։ Սա մի հատ այնպիսի փուլ է, որ ամեն անգամ հիշելուց ամեն մարդ կապ չունի տարիքից հիշում է իր այդ ապրումներն ու երազանքները, որ իրան թվում է, թե ինքը դպրոցը պրծավ, պիտի վերջ ամեն ինչ բացվում է, իհարկե այդպես է, բայց հարգելիներս հիշեք, չկորցնեք տարիները, որովհետև այդ կորցրած տարիները հետ չեն գալու։ Լավագույն տարիները ձեզ տվեք ուսումին, ձեզ տվեք ստեղծագործելուն, առաջ ընթանալուն, որտեղ այդ լավ տարիները կյանքում էլ հետ չեն գալիս։ Կարողանաք, որպեսզի պիտանի մարդ դառնաք, ոչ միայն ձեր ընտանիքի համար, իրականացնեք ձեր ծնողների երազանքները, ձեր երազանքները, այլ նաև իրականացնեք այնպիսի երազանք, որ մենք Հայաստանի համար ունենանք արժանի հայ, որը կարողանա հայ ազգի պատիվը բարձր պահել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մասշտաբով։ Բոլորիդ շնորհավորում եմ։ Անցնենք հիմնական թեմաներին, նախ ուզում եմ ասել ձեզ, որ առաջին ուզում եմ անդրադառնալ հերոյի հիվանդանոցին։ Նորդ Մարաշի սրտաբանականին։ Հերոյին նախ ես միշտ ատել եմ այդ մարդուն այն բանի համար, որ ձև տված վրոձի ինքը սուտ լեգենդներ է ժորվիպում, հերոն աշխարհի են կարգի մասնագետ է, մի օր Հայաստան չիլնում, թռցնում են, ըստի ծնդե Եվրոպայի, Ամերիկայի ամենահարուստների կարևոր օպերացիա, ֆեյք, Ժորժ ջան, հերոն ֆեյք է, ոչ մեկ չի ճանաչում, սա այն հանցագործն է, որը Սաշիկի հետ փայ մտած, Եվրոպայի եւ Ամերիկայի դիակների վրաներից հանել էր սրտի ապարատները, որոնց արդեն նստած է, էլեմենտները փոխը դրել էր հայերի մեջ։ Հսկայական գործ եղավ, տակովարին գրած, հետո ասում էին Սերժ ուզելա փայ մտնի չի կարա, լավ էլ մտել է։ Հիվանդանոցը բարդակ, ես ասում եմ որպես մարդ ընդեղ պարկած, կատարյալ բարդակ, կարիճը մեջը, հիվանդանոցի աշխատակազմը սկսած ինչ ասեմ, շտապ օգնությունից կատարյալ լկտի, փողը մինչև չտաս դողում ես, ասում ես վատ եմ օգնեք, փողը տաս, ասում չէ փողը տուր նոր, ասում եմ գրպան սա հանում ենք տանք, ասում չէ օգնի նոր, հանի դու վերցրա միջից։ Խայտարակ, սուտ ասան, անհետևողական, էպիկրիզը ամիս ու կեսով չեն տալիս, բարդակ մի հատ փող քաշելու տեղը, Հայաստանի իբր ամենալավ, ամենասուտ, ամենալրբի տեղը, ամենասերժական, ամենաայլասերված, ուրճացրած տեղն է, մարդ համացեք 26 օր, հիվանդանոցը սկի ձենե չի անել, էջը բացում ես, մեջ մի հատ թեթև ասել եմ, որ իրանց կամքով չեն ասել, մահացել է, որը մահացել է իրենց բաց թողի վիճակով, գործերը որտեղ դատախազությունն է, եթե դատախազությունն է, ուրեմն այնտեղ լուրջ բան ա եղել, հիվանդների հանդեպ այնքան որ կամահրանք, թիվ փող են վերցնում հիվանդից խայտառակություն չասեմ, չանցնեմ ներքին արդյունքներին ինչ վիճակ կա, բարդակ մի հատ, ասում եմ կարիճանոց, կարիճ չէ հիվանդանոցով գայս էլ դրամոտ, հելի այդ սատկացրին մարդիկ։ Ու այս հիվանդանոցը համարվում էր իբր պրեստիժ, իբր աշխարհի ամենալավ, չէ մի չէ, ասել է հա, դերասանությամբ, մարդասպաններ, որոնց անունները նշում է Գարիկ Հեբոյան, Հովանես Ավդալյան, Քրիստինե Պողոսյան, Գարիկ Հապետյան, Արա Անանյան եւ Էդվարդ Պետրոսյան ոնց որ։ Այս բոլորը ընկել են, բոլոր իրար հետ ընկել են այդ հարվածի տակ, որ անփութությամբ մարդ է սպանել։ Հիշեցնեմ ձեզ, ինչքան է դժգոհ բաներ կա, ես միշտ ճիշտն եմ ասում, քննադատեմ թե Գերմանիայի թե բան, Գերմանիայից մի հատ հայ հիվանդի, որը նույնիսկ քաղաքացի չէր, փախստական, ուղարկել էին Հայաստան, բարեկամները ինքը մինչև այդ հասել են բողոք ուղարկեին փաստաբանով, փաստաբանը բողոքը հասցրել էր դատարանին, դատարանի որոշմամբ հիվանդանոցը իր հաշվին, հատուկ բժշկական խումբ էր ուղարկել Հայաստան, այդ հայ հիվանդին, որ քաղաքացի չի, բերել էին Գերմանիա բուժել։ Հասկանալի է։ Այստեղ մարդ են սպանում, հեչ խնձորներին չի, կայֆերի մեջ ման գալով եւ այս բարդակն է, որ ասում եմ Հայաստանի ոնց որ հոգևորականների 95%-ը
կապ չունի Աստծո հետ, բոլորը սատանիստ են։ Նույնն է բժիշկների 98%-ը կապ չունի բժշկության հետ։ Սատանիստ են, որի դեմքին նայում ես, վաշխառուի հոտը փչում է, մարդասպան վաշխառու, ձեռքները արունոտ, խրախճանք ծիծաղ։ Ես մի քանի անգամ միտեղ նկատողություն էի արել, դեռ այդ ժամանակ տարիքով շատ փոքր է, մի քիչ որ մեծել էի, ավելի ուրիշ բան կանեի։ Ոնց են ծիծաղում մարդու վրա, որ մարդը արդեն մանում է, տոկի են տալի չի դսվում, սկսել են վրան կայֆավա տլներ, որ տոկը խփում է վերաթռնում։ Եղել է Մեղրու հիվանդանոցում դա։ Այս ժամանակ 17 տարեկան էի, պատերազմի ժամանակ գնացել ենք, պատմում էին, ասեցի ես ինչ եք, չէ, հումոր էր, դա անեկդոտ էր, բան խափին, սուտ։ Այսինքն այլասերվածություն, մարդու սպանության համար պետք է նստեն բժիշկները։ Իսկ Հայաստանում որ բժիշկն է, մի քանի հատ մատիս վրա հաշվեմ, որ մինչև վերջ հիվանդի համար պայքարում է։ Իսկ ես հիվանդանոցը բարդակների բարդակ, այսպես ջհուդի լամուկ հրոն նստած ամենտեղ։ Սրանք իրանց կողքից են սպանում։ Նիկոլանդեա բանակներում սպանում, շենքերից են ընկնում, կամուրջներից են բրդում գցում, գետերի մեջ են խեղդում, վթարներ են սարքում հատուկ ծրագրով, այս սրանք հիվանդանոցում են սպանում։ Բոլորը պետք է դատվեն շատ ծանր հոդվածով։ Այ քեզ տո։ Անցնենք հաջորդ լուրին, որ հենց հիմա քննարկվում էր, մի քիչ առաջ նայեցի, այն 15 զինվորի գործ ազատի, որ վառեցին ցուցադրական հատուկ մասնագետներին, որոնք կարային դիվերսիոն գործողություն անեն Ադրբեջանում, չգիտեմ ինչ եղավ, դատավոր 2 րոպեից ասեց, դատը հետաձգում է մինչև ամսի վերջը։ Ես չեմ հասկանում, այս 15 հոգու դատը քանի տարի է հետաձգվելու։ Հետո էլ Նիկոլի Աննան կանգնում ասում է ինձ հանել եք համաշխարհային տիեզերական տակը գրած է մարմնավաճառ։ Ընդ մեկն է գրել է ես եմ քեզ բրթեն դատավորի կաբինետ Կարապետյան Աշոտի որ գլուխը կերակ։ Այ մարդ, բա այսքան սպանություններ եք արել ու լկտաբար էլ ասում ես ինձ ինչի եք այդպես բան ասում։ Բա սպանություն ես արել, ժողովրդին ձեռ ես առնում, ընդ պատերազմա հելնում ձեռ ես առնում։ Թուրքական բաներ ես կարդում, Էյնշտեյնի խոսքն եք կարդում, ես իմ դատավճիռներ եք անում հայերին, սպանություններ եք անում, բացում ես չես չասեն, մարմնավաճառ չլներ չեն ասի, հարց եմ տալիս բոլորիդ, այն օրը մեկը տակը, էլի եմ հարց տալիս, որևէ մեկը Հայաստանում բոլոր ղեկավարներն համարել են թուրք թշնամի դավաճառ, Լևոնի կնգան ասել է մարմնավաճառ, չէ, Սերժի կնգան ասել է, չէ, Քոչանի կնգան ասել է, չէ, ինչի։ Ժողովուրդը որ ասում է ուրեմն մի բան գիտի։ Հենց ծնենց անունը չեն տալիս։ Ինչի Նիկոլին չեն ասում քիթ քաշող։ Ինչի Լևոնին չեն ասել քիթ քաշող։ Ինչի Քոչին չեն ասում քիթ քաշող։ Սերժին են ասում։ Պարզա, ով ինչ անում է այդ են ասում։ Բարդակների բարդակ։ 15 այդ զինվորի գործը դարել է հայոց պատմությունը։ Քննում են ու չի բացվում։ Այ մարդ դատավոր այդ հասկացանք հրաման է ստացել, դե ուրեմն դու ես փոխվելու Հայաստանի դատական համակարգը վերևից ներքև փոխվելու է։ Ուղղորդված այս գործանող դատավորները ոչ մեկին պետք չէ։ Խայտարակությունը դատական գործի հետ մա չկա։ Մեռանք այդ դատական գործերի հետևից ընկնելով ու ասելով ինչ պետք է անեն, անեն թե չէ։ Ձգենք էս անենք, ձգենք ինչ ես ձգում։ Ձգի մի 6 ամիս է ձգի, մինչև Նիկոլետա էլ ասա տեսակ ես որոշեցի։ Խայտարակություն ուղղակի։ Եվ այստեղ հաջորդ սենսացիան են սարքում, որ քննչական կոմիտեից գողացվել է $590,000 իրեղեն ապացույց։ Ժողովուրդ ջան, քննչական կոմիտե մտնել է, ու ասում է կոմիտեը մտել կեղծ քննչի բանի աշխատողի փաստաթղթով, կեղծ փաստաթղթով։ Ժողովուրդ, էսի նշանակում է, ինչի այդքան հեշտ է քննչական կոմիտե մտնել եւ 590,000 փողը գողանալ։ Հետո էլ վրաս հայտարարիք ձերբակալվել է, փողը եկել է։ Յանի ինչ ժողովուրդ։ Եկել է, չի եկել, նախ այդ ինչ նյութ էր որ մեջ գցիկ։ Տարբերությունը էսա, տեսեք Նիկոլի ժամանակ գողացան, հեսա կասեն, վրաս հետ բերին, իսկ Սերժեն ժամանակ ստիծենե չէին անում կամ Քոչանի մյուսի։ Եվ բոլորն են նույն կեղտն են։ Էս ինչ սուճո էր։ Մտավ 590,000 իրեղեն, կանխիկա չէ եղել իրեղեն ակպացուցը, խո կարճ չէ եղել։ Կանխիկ 590,000-ը գողացավ, հա։ 590,000-ը գողացավ, հետո հետ բերեց։ Մոտավորապես 4 կիլո փողը գողացավ, տեղը գիտեր վազելով բռնիկ հետ բերիկ, այդ ինչ իդեալական բախ այդ լուրը գցիկ։ Եթե բռնե հետ եք բերեց սուտ շոուն էժանը չի գցիկ մեջ։
Որ ինչ անեին, որ ձեր անունը ստից բարձրացնենք, դուք չեք ճողում, որ ուզում եք հետևներդ բացեք, կաք ժողովրդի դեմ ներողություն խնդրեք, կզած։ Ընտանիքի անդամներով մեծից փոքր մեկը չեք ներվելու։ Չեք ներվելու, սա հիշեք, բոլորի տա վերաբերվում սա։ Սուտ կապիկություն։ Իսկ այդ ընթացքում լեննական վարտանիկը 20 օր, ինքը չի ասում, իրանը 20 օր, 30% պիտի ավականու և մնացած քաղաքապետանի աշխատողների աշխատավարձը բարձրացվի։ Վարտանիկ, դու եկել ես քաղաքապետ, որ քաղաքի վիճակը բարելավես, ոչ թե քաղաքապետան այդ հսկայական ինչքան էր աշխատողներ 600 թե 700 աշխատողի աշխատավարձ բարձրացնես։ Այսինքն դու եկել ես կատարելու Նիկոլի հերթական բանը, այսինքն կաշառքը օրինականացնել, 30% միանգամից բարձրացնել։ Դու եկել ես քաղաքը լավացնելու, ոչ թե աշխատավարձ բարձրացնելու, վարտանիկ։ Դու չես ճոգում, որ քո այդ ֆիզիոլոգիական ծանր վիճակից չես հետևելու, նաև բերդում չես կարողանալու մնաս։ 6 ամիս նստար չես կարողանալու մնաս։ Իսկ այդ Սարիգը, որ այտենց առնետի պես նստած է, գմփոցը շուտով են անել, ես կտենաս, ընտրությունների մոտ տես ինչ էր արնելու։ Սարիգն էլ տղամարդ է դառել իր աշխարհքով, դեղ Սարիգը տղամարդ է դառել, ասում է, որ Աննային, որ ասում է, բան, դու ասա, Աննային, որ ասում է, վիրավորում է, հայոյում է, ասում է, Աննան, այն տղամարդը, որ հայոյում է, կնոջը, այդ կինը իրավունք ունի, համապատասխան պատասխանի։ Սարիգ, դու կնիկ ունես, ես չգիտեմ ունես թե չէ, կամ քուր մամա կունենաս ոնց լինի։ Այդ նույն բանն է, որ քուրդ դուսկա փողոց, երկու հատ լրջջված լագոտ փողոց, դեղ արած քրոջդ հետևից մեր ու բերան լավ քրֆեն, քուրը ֆռա մեր ու բերան լավ պատասխան։ Այդ ընդունելի է ալնելու քեզ։ Հա քեզ ընդունելի է, որ կանգնի չանա քֆուրով պատասխանի։ Հասկացանք, որ ուզում ես հետև մտնես, հասկացանք, որ գլխով ուրիշ տեղ ես ուզում մտնես Աննային, բայց ընկեր ջան, ջաջուրի թունել լանդե գլխով է մտնես օգուտ չի տանդե գնացքներով, սամալյոտներով է մտնեն օգուտ չեն տալի։ Մի արա այդ բանը, մեղք ես։ Մեկա զոհ ես էթալու։ Այ քեզ բանը։ Նոր մարդիկ են դուս եկե։ Հա։ Հիմա հաջորդ ուզում եմ անդրադառնալ Օմարի արծիվ իրեն հայտարարած են Բաքվում բջատած Վիլենին, որ հրաժարական տվեց։ Բայց ինչ լավ է, որ օրենքը հանել են 24 միլիոն։ Էս ինչ լավ է, որ օրենքը դարձրել են չծառայելու 24 միլիոն։ Իմ տղեն դսում է ապրում, փողը կտամ կպրծեմ։ Արա տղեդ ոնց է գնացել դուս։ Ինչի է դսում ապրում։ Դուք էլ փախցրիք անեք, սուտ քեզ Օմարի արծիվ հայտարարած լրբի տղա։ 24 միլիոն ընդեղ էլ մեկը կար ազգանուն եմ հիշում, շուր Բիչախչյանց չեմ ճանաչում, ով է, ասեց դες մի արեք, խեք մենակ փողը ձեզ քաշում։ Ասեք ով որ 2 տարի ծառայում է 24 միլիոն, ով որ մի տարի է ծառայում 14 միլիոն, ով որ 6 ամիս է ծառայում 18 միլիոն, տվեք մարդկանց, որ մարդիկ հասկանան, թե չէ դուք վերցնում եք այդ փողը պայեք ձեզ, հա, բայց մարդկանց ու պետությանը ոչ մի բան, վերջի թալաններն եք անում թռնեք, ինչ է 24 միլիոն սարքեմ, ինչի ճաղա գնացեք 70 միլիոն դրեք, կպավ մեկա։ Այն աբարանցու ոչխարի պատմությունն է, որ աբարանցին նստած ոչխարա ծախում, ասում են հայրիկ ջան, ինչ արզի ոչխար, ասում է 1 միլիոն դոլար, ասում է առնող կա, ասում է մի հոգի էլ արդի քյարա, հիմի ձերն է։ 100 միլիոն դրեք, մի հոգի էլ ազատեք քյարա, այդ մի 100 միլիոնը 5-10 սալդատի տեղ է, կամ 2 միլիոն դոլար դրեք, ինչ կլինի որ։ Այլասերված օրենքներ, Հայաստանի Հանրապետությունը Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության հաղթանակից հետո իշխանափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության բոլոր զինվորական ծառայությունը պետք է կատարեն պրոֆեսիոնալ բանակի զինվորները 19, 18, 20, 21, 25, 26, 27 տարեկան տղաները պիտի դուրս գան առաջի գծից, իրանք կարող են լինել միայն աջակցող մնացած տեղերում, այն էլ վճարովի նորմալ հիմունքում, ոչ թե 19 տարեկան տղուն տանեն դիրք խփեն, բերեն ասեն, բանը ընկերը խփեց, ընկերոջն էլ հետը դատեն, պրոֆեսիոնալ բանակ, բարձր աշխատավարձով, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության հանքերը, որը թալանվում է ու դրա դիմացել ոչ մի բան չկա։ Պարզ է, Հայաստանը պիտի լինի պրոֆեսիոնալ, համաներում աշխարհում ապրող 58,000-ից ավելի հայ տղաներին, որոնք կան Հայաստան, ամուսնանան, ապրեն, գործանեն, հանգիստ կանեթան։ Մարդիկ կան Եվրոպայում հարյուրներով ճանաչում են, այդ մարդիկ ինչ անեն։ Այդ տղեն 27-28 տարեկան ուզում է ամուսնանա Հայաստանից աղջիկ առնի կամ գա Հայաստան միգուցե մնա, կյանքը լավ եղավ Գերմանիայում, չեմ ասում վատ է, Գերմանիայում տխուր է շորչը, ես ասել եմ, բոլոր եվրոպական երկրներում մեր հայ հոգեբանությունը չկա, տխուր է, հա, օրենքը կա, տխրությունը։
Մարդ ուզում է գա Հայաստան ապրի, ես հարյուրավոր մարդիկ գիտեմ, հիմա ուզում են գան Հայաստան, հենց Գերմանիայից։ Մարդուն դրել է 24 միլիոնի տակ, այդ տղեն ասում է ախպեր ջան, հələ սպասի։ Կագոձը ասում է 24 միլիոն, 24 միլիոնին ես ինչ կարամ անեմ, ասում է կարամ Գերմանիա ապրեմ ինչքան ուզեմ։ Կարամ ես այդ 24 միլիոնը, որ իրանց պետք տամ, գամ Հայաստան մի հատ բիզնես տնեմ իմ համար, սիրուն մի հատ բան տնեմ, աշխատեմ, մի հատ փոքր ցեղ տնեմ, ինչ որ բանի սառը, սուրճա, այնա, ինչ որ բայա, եւ ես աշխատեմ եւ մեկի մի քանի օկու աշխատանք տամ։ Կարամ երշիկի ցեղ տնեմ, կարամ էս անեմ, կարամ զբոսաշրջության մեջ տնեմ, ինչ որ հողառնեմ, մի հատ բիբի հյուրանոց իմ տան վրա թողնեմ, այտենց շատացնեմ տուրիստների հետ 3 լեզու, ոնց էլ գերմաներեն ապրողը մինիմումը 3-4 լեզու իմանում է, գերմաներեն, անգլերեն, այստեղ սովորացնում են, հայերեն, ռուսերեն էլ եղավ 4 լեզու։ Մարդը տուրիստական սֆերայում աշխատողա, ծանոթներ ունի ինգեր։ 24 միլիոնը տալիս է ձեզ ինչ անի, որ ալեն էթա ստրիպտիզ բարի, Աննան էթա ոտները չռնի դառնա ջաջուրի թունելով ասես կանցնի սպիտը շատաստի, թե Նիկոլը ղժղժա ու էթա դեղերը ուշացած խմի ինքնի գետի։ Ինչ անի 24 միլիոնը վերցմեք, ինչ անեք։ Վերցմեք լուլուին տանեք կզսնեք, որ երազում էր թուրք արտիստի առաջ կզեր ձեր դեպուտանտեն հենա ելույթը միշտեկա։ Գրեք լուլուն երազում է կզի թուրքի դեմ, տեսեք ինչ ասում։ Թե որն եք ուզում անեք 24 միլիոն, 100 տղա ազատեք, ինչ եք անելու։ Փողերն առնեք, թռնեք, ոնց որ ամեն ինչը։ Անիֆի փողերը չկա, էսի չկա, Բեռնա փոխադրումների 12 միլիոնը չկա, բանի, ավին թուրքի լամուտի, ջուդի լամուտի կողքից արած 18-20-25 միլիոնանոց փողերը չկա։ Բուսաբանականը կդրի մենակ գագոնա խոսում, մի հատ ձեն անեցին, պիստ մեկի նման չկա։ Ուրա բատնկա ծառեն, ուրա ցելի կդրել էին բուսաբանականը։ Բա, ոչ մի բան չկա։ Լկտիության, բան, գործողություն։ Ասմա տենց է եղել։ Հիմա ասենք, ես Հայաստանը թողենք, անցնենք մեկ այլ հարցի։ Ուրեմն հարգելիներս, մի հատ խնդրանք ունեմ բոլորիդ, ժողովուրդ ջան, ռուսատար գրողներ, խնդրում եմ հայատար գրեք, կամ ռուսատար գրելուց ուշադիր եղեք, ոնց եք գրում, ախր ես ձեզ ոչ թե շնորհակալ եմ ձեզ լավ բաներ գրելուց, բայց այնպես բան եք գրում, որ կեսա վիրավորանք ալնում, կամ լրի վիրավորանք ալնում, նայած բառը կեսից նայած, գրել եք բարև դզեզ, պարոն Թադևոսյան, բառացի կարդում եմ, ես հարգում եմ, չէ, ինչ ագա, հա, դու ճիշտ ես, հարգելիներս, հիմա դու ճիշտ ես հասկացանք բոյիս համար, կարաս ասես, բայց որպես ես ընդունեմ կոմպլիմենտ, թե ընդունեմ որպես վիրավորանք, եմ որոսն արեցին ես ես, հա, բոյես մեծա քաշսել է, մեծ, բայց ես որտեղ ընդունեմ, կոմպլիմենտ թե վիրավորանք, ավելի լավ չի չգրեք ռուսատար, խնդրում եմ ձեզ, ամենածիծաղելի բանն է, որ օտար երկրով գրում եք, հայոյանք էլ ալնում, բան էլ ալնում, շարունակեմ էլ մնացածը, որ ասեմ մարդը կաթորներից կգնեք, կեցեն ռուսերեն եք գրում կամ ուրիշ լեզվով եք գրում, մի արեք այդ բառերը, գեղեցիկ չի, անցնենք հաղորդման մյուս մասի միջազգային լուրերին, ուրեմն հենց նոր թուրքական լիրան հասավ այն օրվա են իրանց բաղձալի թվին, որ ընկնավորել էին ոստառավ 42, ճիշտ է, միջազգային բորսայում խփել է 39.7, Թուրքիայում արդեն 42, մաքուր դրած ծախմա դոլարի դիմաց։ Եվրոյի դիմաց այն օրն եմ ձեզ ասել 56 էր այստեղ, Թուրքիայում 55, այնպես որ տնտեսության անխտիր գահավիժումը ոչ մեկ չի կարող կանգնեցնել։ Անկախ նրանից Էրդողանը քանի բանկի նախագահան է, իմիջիալոց բոլոր հանած նախագահներն է, կտրուկ դեմ են արտահայտվել նրա վարած քաղաքականությանը, որտեղ հակառակ գործողություն ունեն։ Թուրքիայի մյուս գործողությունները, որը կատարվում է Հունգարիայում հավաքվել են թյուրքական երկրների ղեկավարները եւ թյուրքական երկրների ղեկավարները չեն կանչել Թաթարին, Հյուսիսային Կիպրոսի օկուպացված վիժվածքախմբի ղեկավարին։ Ուրեմն ինչի չեն կանչել, բանն այն է, որ թյուրքական երկրներից 3 հատը թքին վրա, եւ ցանկություն չունեցան, որ Հյուսիսային Կիպրոսի տարածքում անկախություն լինի, նրանցից է չեն եկել, նրանցից է 2 հոգին եկել են այդ ստորագրողներից Ուզբեկստանն ու Ղազախստանը եկել մասնակցել են թյուրքական երկրներին, Թուրքմենստանը թքած ունի ընդհանրապես չի գալիս, Կիրգիզիան էլ նույն կերպով թքած ունի չի գալիս, քանի որ ինքը դրանից ոչ մի օգուտ չի ստանում, անկապություններ այն ինչ-որ թուրքերը մենակ որոշել են մուսուլմանական ինչ-որ դպրոցներ սարքել, այդտեղ որ ամենածիծաղելու բանն է, էլի։ Ինչ դպրոց, ինչ բան, այ ձեր ցավը տանեմ, ինչ դպրոց, ինչ բան, ոչ մի բան չեն կարող անել։ Դպրոցս ո՞րն է, ժողովուրդ ջան։ Մարդիկ
Կիրգիզները այսօրվա դրությամբ ասեմ ձեզ, Կիրգիզները որպես դեմոկրատիա մենք տեսել ենք, Կիրգիզիա քանի ղեկավար է փոխել։ Ոչ Ղազախստանը, որ ընդամենը 40 տարում երկու ղեկավար փոխի, ոչ Ուզբեկստանը, որ մինչև չի մեռնում չեն փոխում, ոչ է Թուրքմենստանը, որ մինչև իրար դանակով չեն խփում, չեն թույնում, հերու եսիմ սիրացի տղա չի փոխվում։ Կիրգիզիա միակն է, որ այդքան ղեկավարը փոխել։ Հա, էլի օբանը չեմ ասում դեմոկրատիա, բայց այդ ազգի մոտ այդ կա։ Եվ միջայլոց կիրգիզները ես էլի եմ կրկնել, որոշել են առանձին կրոն ստեղծել, որը մոտավորապես նման է Բեկթաշիներին, այսինքն ավելի ազատականացված մամեդական կրոն, որը առանձնանա մյուսներից, քանի որ Կիրգիզստանում բացեք դուք նայեք, բավական ազատ են։ Կիրգիզստանում ավելի ազատ են ապրում, քան Տաջիկստանում եւ Ուզբեկստանում։ Սա միանշան։ Այնպես որ թուրքական էս խորհուրդը թաթարն էլ նեղցե ասում է թաթարը նեղցե նեղացել ասում է չեմ գալի մինչև Կիպրոս անկախ չճանաչեք չեմ գալի կարող են գազ այս բոլոր գործողություններից հետո մի հատ հետաքրքիր լուր կա ասում է որ Ամերիկայում սպանել են երկու ջուր դիվանագետ հենց կառավարության դիմաց շող ջան սա միամիտ է թե չէ Իհարկե միամիտ ոչ մի բան չի լինում, այս աստիճանի միամտություն չի լինում։ Սա հենց էլի եմ կրկնում, բոլոր էսայելի կկրկնեն եւ այլն, սա ջուդների կողմից սարքած գործողություն է։ Որպեսզի աչքի ընկնե, ես հիշեցնեմ ձեզ, որ այսօր Միչայլոց հոյակապ գաղտնի թղթեր եմ ներկայացնելու համաշխարհային երկրորդ պատերազմի բանակցություններից, ոչ թե պատերազմը ոնց է եղել, որ դուք տեսնեք իրականում ովքեր են եղել պատերազմի հրձիկները ու ինչու է Ստալինը կռիվը սարքել գցելով Հիտլերի վրա, չնայած երկուսն էլ իմ համար ջհուդ են, ուղղակի ես մեկը մասոնական ուղղություններ, մյուսը մյուս ջհուդական։ Հերթով կպատմեմ հուշ գաղտնի թղթեր, որոնք նորություններ են։ Հիմա ուրեմն սպանեցին, ինչի սպանեցին, որ ինչ-որ միտեղ աչքի ընկնի ջհուդների։ Նույնը կատարվել է Գերմանիայում, չէ՞, ասել եմ 1918 թվականին։ Համաշխարհային պատերազմից հետո մոտավորապես արդեն գայս է մի քանի տարի անցնում է, որ Գերմանիայում սկսվում է վիճակը վատանալ, որպեսզի Հիտլերին բրդեն առաջ, Հիտլերը իր նացիոնալ սոցիալիստական, հիշեք, Հիտլերի կուսակցությունը նացիոնալ սոցիալիստական էր, լրիվ Սովետ միության ազգային սոցիալիստական հանրապետություններ եւ այլն, ազգային ժողովրդական սոցիալիստական։ Հիտլերի հրամանով նրա զինակիցներից մեկին ջհուդ զոհ են տալի, էլի, բան դու ասա, գամբիտ են անում Զոհ են տալիս ես, երիտասարդը խփում է Բավարիայի թագաժառանգի սպանում է, Նյուրնբերգ են ձեզ ամրոցի տակ, հիմիկվա ովքեր Նյուրնբերգ են ապրում, էներգիի շենքը, որ երևում է գլխավոր երկաթգծի Բանհոֆի մոտ, ծախի վրա, էներգիի շենքի տակ, այդ փողոցի վրա խփում սպանում է հենց այդ խաչմերուկի վրա, որից հետո սկսվում է բարձրանալ, արդեն ռեյտինգ է բարձրանում Հիտլերին, որ ինքն էլ էր ջհուդ, վայ, արիատկան ցեղին սպանեցին այս ջհուդները, ու որից հետո էլ իբր թե սկսվում է իբր ջհուդների ջարդը, որը արդեն պատմել եմ։ Սա ֆեյք է, հետագայում 55000 մարդ էր մեռել, ովքեր չէին համաձայնվել փոխտային Հիտլերին ու Իսրայելին, հետագայում դասարկեն 550000 եւ 6 միլիոն։ Եվ անույն այսպեսի բաներ կատարեցին ջհուդների հիմա որ վայ, օյ, տեսեք, Ամերիկայում ամենալավագույն տեղը, որտեղ ջհուդները իշխանության մեջ են, ղեկավար են, են խփել են ջհուդների։ Հետևանքը ինչ կլինի, շուտով մենք կտեսնենք։ Բայց ես ասում եմ, սա ցուցադրական ճանաչելիություն է, քանի որ ամբողջ աշխարհը տեսավ այս պատերազմի արդյունքում, որ ջհուդն է եղեռնը սարքում, թքած ունեն բոլորը ջհուդների վրա, իմիջիալոց ասեմ ձեզ, որ պատմության մեջ առաջին անգամ Ճապոնիան բաց Իսրայելին մեղադրում է եղեռնի մեջ ու աշխարհը քանդելու մեջ, մինչև այդ ճապոնացիները նման բան չեն ասել, չնայած համաշխարհային պատերազմին ճապոնացիները գիտեին, որ այդ ամբողջը ջհուդների ձեռքի գործն է, քանի որ կապիտուլյացված են, ձայն չէին հանում։ Սա ջհուդների պահով հարգելիներս։ Հետո անցնեմ հաջորդ հարցին, որը նույնպես հարված է Ադրբեջանի գլխին, Փեզեշկյանը հատուկ Ալիևին ասել է, որ Ալիև մենք կպաշտպանենք Ադրբեջանի հետ առևտրային եւ մնացած կապերը մեկ պայմանով, արդեն դա Ալիևի գրասենյակն է տպում։ Եթե փոխադարձ ճանաչվի կողքի երկրների, այսինքն թվում Հայաստան է դա տարածքային ամբողջականություն կամ միմիայն ճանապարհների գործը տարածքային ամբողջականություն հարգելու վրա, այսինքն Սուտետ Նիկոլի հետ Ռուսի հետ պայմանավորված Զանգեզուրի միջանցքը միֆ է։ Այսքանով կարճ ասեմ, որ ցնցողն է լցվի Ալիևի գլխին։ Էլ չասեմ մնացած ցնցողների մասին, որ Ադրբեջանին, որ միտումնավոր կերպով միլիարդների նավթի դիմաց ջրային տեղերը տվեցին,
Այսօր Ադրբեջանը հստակ պետական որոշում է կայացվել, որ Ադրբեջանի գետերի 65%-ը առանց Հայաստանից նվաճված տեղերի, հա, մինչև է տեղած, գտնվում են կործանման եւ ամեն ինչի վերացման եզրին։ 65%, հիշում եք, ես ձեզ ասում եմ 80%-ից ավելին։ Դե իրանք 65 են ասում են, 15 կամ 20 են եղել են։ Դրա համար փողի դիմաց, նավթի դիմաց, ռուսների հրամանով, ջհուդների հրամանով Հայաստանի 4 վիժվածքները Հայաստանի գետերն ու ջրերը զիջեցին։ Թուղթն է տակը ստորագրել տվին ում վիժված Նիկոլ Փաշինյանը։ Չնայած 4-ն էլ եղավ։ Էնպես որ սա լուրերից մյուսը։ Անցնենք հաջորդ լուրին, հարգելիներս։ Ես ուշադիր հա, մեկ մի բան էլ ասեմ դրսից ու սա փակվում է։ Հարգելիներս, ուրեմն Էմիլ Աղալարովը Ալիևի աղջկան նախկին ամուսինը, որ բռնցրեց Ալիևի աղջկան, մոր մարմնավաճառ հիվանդությունից ունի ջհուդական, ոնց որ Աննա Հակոբյանը անընդհատ տղամարդ են ուզում, Եկատերինայի պես մեջները միշտ Եկատերինան էլ էր, չէ՞, ջհուդ։ Ավգուստին Օգոստոս Հոլշտայնսկի ջհուդական հիվանդությունը, ոնց է կոչվում, հայերեն կոչվում է մի վարքյան խրտնած արգանդի սինդրոմ, այսինքն այնքան տղամարդ ուզում չի հասկանում։ Այս աղջիկն էլ ախրանիկին վերցրել մցրել էր ծոցը, ոնց որ մեր նայել է փոքր պես ու ծոցը մտել դանակով խփել են։ Ալի Աղալարովը թռավ։ Բայց Էմիլին հիմա տեսեք ինչ ա տվել Ռուսաստանը։ Էմիլի փողերը, Արազի ու Էմիլի իրար հետ, մանավանդ այդ պարտքերը, կրոկոսիթի վառելը, տեսեք սա մի հատ հենց գործավոր է, սա կտեսնեք offshore-ը որտեղ է պայթելու։ Ուրեմն 60 միլիարդանոց ծրագիր ա վերցել, մարդը 1 միլիարդ փող ունի, կամ 60 միլիարդանոց ծրագիր ա իրականացնում, 2 միլիարդ ունեցողը։ Ու վերցնում է ինչ-որ նոր քաղաք սարքի Կասպից ծովի ափին, հայտնի չի Բաքվում ա թե Ռուսաստան, ըստ երևույթին Ռուսաստան, սա բնականաբար Պուտինի փողերն ա լվում։ Թե սրա ֆեյկության ինչ աստիճանը բյուջեից քաշած Երևա ու հերթական Սուլեյման ներողություն, Էմյուսի Թելման Իսմայելովի նման երկրից կփախնի, սա հարցի մյուս կողմն է։ Հիշեցնեմ ձեզ, որ Էմիլ Աղալարովին համարում են Արազ Աղալարովին Թրամփի ամենամոտիկ ջհուդական կռուկի ներկայացուցիչ։ Համբեր ենք սրա։ Հիմա ասենք հաջորդ հարցին։ Հարգելիներս, ես ուզում եմ մի բան ասեմ, հետազոտությունները շատ ման են ցույց տալիս մարդկանց, բայց կա հետազոտությունների մեջ նաև մտքեր, որը ոչ բոլորի մոտ աշկի ընկնում։ Հիմա ես շատ մաներ, որ գնում եմ Գերմանիայում, մյուս տեղերը նայում եմ, տեսնում եմ խաչքարերի տեսակներ։ Նախ խաչքարերը հայկական է, որտեղ գալիս է, մենք արդեն գիտենք հայկական է, բայց մենք ունենք նաև վիշապաքարեր։ Հիշեցնենք ձեզ, ինչ էր վիշապաքարերը, այդ վիշապաքարերը այն քարերն են, որոնք հայերը դնում էին որպես պաշտամունքի առարկա, որ անձրև կա, այսինքն անձրև բերող վիշապը ջրային վիշապն էր, ճիշտ է, որը կա թե չինացիների մոտ մյուսների։ Ջրային վիշապը, ջրային վիշապ կամ ջրային ձուկ, հսկա ձուկ, ինչ տարբերություն։ Վիշապի պաշտամունքն է, չէ՞, ֆանատ բան է էսի միֆոլոգիա է, հա։ Վիշապի պաշտպանություն, բայց երբ որ ես նայում եմ շատ քարեր, որ այսպես ֆռում գալիս է կելտական ձևից, որոնք նույնպես ունեն Հայաստանի տարածքի եւ մնացած անգլիական, նույն գնացած հայկական հին ցեղերի անգեղտան հետևանքը գալիս է, որ նույնիսկ ես հետևում նայում եմ այս հյուսիսային ազգերի կողմից դրված պաշտամունքային քարերին, այդ տեսեք, երբ որ վերև է նկարացած ձուկ կամ վիշապ, այդ ձգի տակը գծեր է, որը նշում է նաև խաչի գոյության համար, որ ես ասում եմ հայերի մոտ խաչը նոր դուրս չի եկել։ Ճիշտ է, կեր խաչը, մյուս խաչը սա դարերով եղել է, եւ հայկական կեր խաչն էր, որ Գյուրջիևը վերցրեց, տվեց Հիտլերին, որ օգտագործեն իրենց ոնց որ հայկական արևախաչը վերցրել են, ասում են Դավթի եսի մաստղ եւ այլն, մեր մեծամորյան յոթ կանտեխյանը վերցրել են իբր ջուրդականը եւ այլն։ Այսինքն այս խաչի գոյությունը եւ խաչի նման քանդակները տակի մասում, սա եղել է նորություն չի եղել։ Ուղղակի հասնելով քրիստոնեությանը, որ Քրիստոսին խաչել են, չէ՞ որ խաչը վաղուց է եղել։ Խաչելը նոր չի եղել, Սպարտակով մյուսով խաչել են։ Այսինքն խաչային այդ էֆեկտը, որը նմանվել է, այսինքն պատիժ է եղել հակառակ կողմին դեպի հայկական, նաև գալիս է այս ժամանակներից։ Հիշեցնեմ ձեզ, որ Քրիստոսը որպես թագավորական ընտանիքի անդամ, որը խաբած, այսինքն մաքուր, արքայական մաքուր արյուն ունեցող, Քրիստոսի տան նշանը ձուկն էր։ Ձուկը նույնն ձուկն է, ջրային կամ վիշապն է, որը կա։
Այսինքն ես հիմա հայտնագործություն չեմ անում, բոլոր դե կարաք նայեք ու համոզվեք։ Քրիստոսի նշանը ձուկն է, դրա համար էլ շատ հոգևորականներ, հատկապես Հռոմի Պապը եւ այլն, իրենց վրա ձգի նշանը կրում են, որը Քրիստոսի ընտանիքի նշանը։ Այսինքն ինքը իրականում թագավոր Աստված է, ոչ թե ուղղակի։ Բարձա։ Սա էլ վիշապաքարերի եւ ձգի պատմությունը, որը sense նայում ենք աշխարհի բոլոր այդ քարային ցույց տվելով, գալիս կպտում է էլի հայկական տեղին, որտեղ ամենահին վիշապաքարը դա Հայաստանում եղել է։ Անցնենք այսօրվա պատմության վերջին մասին, հարգելիներս, ամենահետաքրքիր մասին։ Ուրեմն ինչ ա եղել իրականում 41 թվականի պատերազմի շարժառիթը։ Մենք բոլորս ասում ենք, որ աշխարհը կիսում են Ստալինն ու Ռիբենտրոպը, բայց այդպես չէ, սովետական մեզ սորացնում էին իրար այդ դաշնակցություն են կնքե եւ ինչպես էր գրվում բանը ուխտա դրուժ կերպով Գերմանիան ժամը 4-ին հարձակվեց Բրեստ քաղաքի վրա ուխտա դրուժ կերպով ուրեմն բերեք գնանք պատմության խորքը եւ հուշ գաղտնի փաստաթղթերը հանենք ուխտա դրուժ ուրեմն հուշ գաղտնի փաստաթղթերը որով Ռիբենտրոպ Մոլոտովը պայմանագիր են կնքել իրական նպատակը ինչն էր աշխարհը ձևելու Ստալինը համաձայն էր աշխարհը ձևելու Եվ նույնպես Հիտլերը, բայց Հիտլերը մինչև այդ Ռիբենտրոպին հուշ գաղտնի տելեգրամով տեղեկացնում է զգուշ եղիր մասոն Ստալինից, նա ամեն ինչի ընդունակ է, փաստաթուղթը գրված է այդպես կա արխիվներում, որը հուշ գաղտնի արխիվների մեջ է մտնում, այդ հետագայում կարող բացեն չգիտեմ, բայց այդ արխիվները կան գերմանական ուղղությամբ։ Հին մասոն է Ինքը կռվում է արիացիների դեմ, հիշեցնեմ ձեզ, որ ինքն էլ իրան ներկայացնում էր արիացի, բայց ինքը ջհուդ էր։ Փաստորեն սա ջուդական կլանների կռիվներ, որի արդյունքում կրկին ոնց որ խաչակրած 14 արշավանքների դեպքում բոլոր խաչ պաշտող քրիստոնյա ազգերին սպանեցին, հանեցին իրան դեմ, կործանեցին, վերացրեցին։ Սա է նույնն էր քրիստոնեական ազգերից պատերազմը սկսվեց քրիստոնեական երկրների ազգերի կոտորածով։ Ճիշտ է, ոչ մեկ չսկսեց մամեդական երկրների կոտորածով։ Ինչի՞, որովհետև ջհուդներ էին պետք է վերացնեին քրիստոնեական կողմը, որ հաճույք ստանային։ Հիշեցնեմ ձեզ, որ առաջի ջարդից հետո հայերի երկրորդ անգամ էլի հայերը հսկայական քանակությամբ մահացել են ոչ միայն Խորհրդային Միության 300,000, այլ նաև մնացած Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հարավսլավիա եւ մնացած տեղի բազմահազար հայեր։ Անցնենք հիմա խորությանը սրա։ Ինչ եղավ իրականում, երբ որ պայմանագիր են կնքում, այդ ժամանակ Գերմանիան, որ 20 օրում Ֆրանսիան հասավ, ավիրեց եւ այլն Ֆրանսիան Փարիզ բան վերացրեց, արդեն Ֆրանսիայի հարցը լուծված էր, ինչքան է դիմադրությունը հարավային մասում կար, Ֆրանսիան արդեն կործանված երկիր էր։ Այդ ժամանակ արդեն Ֆրանկոին, այնպես էին արել Մուսոլինին ու Հիտլերը 33 թվին նենց էին արել Ֆրանկոն չեր անցել, կոմունիստներին ջարդին Ֆրանկոն հաղթեց, Սալազարն է Պորտուգալիայում նստած էին, այսինքն երկու դիկտատոր դաշնակիցներ ունեին, որոնք պատերազմին ուղղակի հարձակումով չմասնակցեցին, Գերմանիան, Իտալիան, մնացել էր Անգլիան միայն դեմները, Խորհրդային Միությունը հարձակվեց Ապորինի Ֆինլանդիայի վրա 3 օրում հասավ մինչև Հելսինկի, հետո հետ կանգնեց, որտեղ գերմանացիները ասեցին, որ զորքը կբերենք կմտցնենք Ֆինլանդիայի, հետագայում բազաներ դրին, Խորհրդային Միությունը վերցրեց մոտ հսկայական տարած մի 46,000, որը Լենինգրադ այն ժամանակվա Պիտեր քաղաքը հեռավորություն ունի Ֆինլանդիայի սահմանից։ Սա էսպես։ Հիմա դիրքերի դրությունը ինչ է։ Ռիբենտրոպ Մոլոտովը կնքեցին պայմանագիր Լեհաստանը կիսելու համար, ուշադիր լսեք։ Լեհաստանը կիսելու համար իրական պայմանագիրը սենց եղել։ Լեհաստանի մեծ մասը վերցնում է Գերմանիան, Լեհաստանի երկու մարզ, որը պատկա այսօրվա բնությամբ մտնում է Վիշկորոդի, մտնում է Բելորուսի մեջ եւ մի փոքր մաս Ուկրաինայի լվով եւ այլն, վերցնում է Խորհրդային Միությունը։ Սա վերցնում են, բայց Խորհրդային Միությունը պայմանագիր է կնքում, Խորհրդային Միությունը իրեն բոնուս է ուզում, որպեսզի սա հին ռուսական կայսրության տարածքն է եղել, Լատվիա, Լիտվա, Էստոնիան գրավի։ Հաշվի առնելով, որ կոմունիստները սկսելու են ջհուդները ավելի շիշտ մասոնները սկսելու են կոտորած այդտեղ, Հիտլերը հասկանալով իրավիճակը, չունենալով այդտեղ ժամանակավոր զորքի քանակություն, բնակչության հսկայական քանակություն են ունենում գերմանացի, շատ արագ գերմանացիներին հանում են։ Եվ որ արդեն խորհրդային զորքերը գալիս են, այս իրենք հանրապետությունը ստիպված 40 թվին, ստիպված, ճիշտ է, իրենք չէին թողել որ դա լինի, ուղղակի ձեն չեն համ, լավ, ասում են մեր դաշնակիցն է, այս իրենք հանրապետությունը իրար հետ, Անդրկովկասի հանրապետություններից փուճուր են Ժորժան, 165,000 քառակուսիա մոտ գալիս, մա լավ թող վերցնի, դրա համար հետը չենք կռվելու, մենք այսքան հողեր ենք վերցրել, միլիոնավոր քառակուսի կիլոմետրեր Առիթից օգտվելով խնդրում են անընդհատ խնդրագիր են ուղարկում Հիտլերին, այս մի տականքին, սա ձեն չի անում։ Սա ձեն չի անում ու թողնում է որ ռուսները ուղղակի ուտեն այդ երեք հանրապետությունը։
Ուղղակի ուտում են կոմունիստական 150 միլիոնանոց պետությունը 2 միլիոն զորքով, ոստեղ 3 հանրապետություն իրար հետ ունենում են 2 թե 3 միլիոն բնակչություն։ 5 վայրկյանում ուտում են։ Կոպիտ եմ ասում։ Հետագայում այսպիսի ծրագիր է գալիս։ Երբ որ Եռյակ միությունը արդեն ստորագրում է, Մուսոլինին համաձայնվում է, Ճապոնիան 100% համաձայնում, Ճապոնիային ասում են դու ամբողջ արևելքը ոնց ուզում ես կեր, սպանի ջարդի քոննա, Իտալիային ասում են դու Եվրոպայի մի քանի երկիր ու ամբողջ Աֆրիկայի մասը, այն մի կեսն է մենք Ֆրանսիայի, Անգլիայի հողերը բաժանելով համաձայնվում է։ Բայց Մուսոլինին հետագայում որ ինքը թույլ է լինում, չի կարողանում նույնիսկ Եթովպիային հաղթի։ Մուսոլինին ընկնում է Գերմանիայի պրոտեկտորատի տակ, հետագայում որ գերմանացիների դեմ արդեն տակից խաղեր է տալիս անգլիացիների հետ, Մուսոլինին խփում են։ Կարճ ասեցի սա։ Հիմա այդ ժամանակ Ալբանիան է գրավում, գնում է Լիբիան, գիտեք արդեն այսօրվա Էրիթրեան, Եթովպիա եւ այլն, մի խոսքով Իտալիան այդ տարածքներում անում է։ Եվ Ռուսաստանին հրավիրում են գաղտնի մասնակցելու, այս է Ռիբենտրոպ-Մոլոտովը։ Գաղտնի մասնակցելու Անգլիային, որ ծովային բլոկադա են անում հրթիռներով խփում են, բայց հələ չեն հաղթել։ Ասում է տեսար Ֆրանսիային ոնց կերանք Հիտլերը, Անգլիան մերն է։ Հա Սովետը գնում է բանակցության, բայց ինչա պահանջում հետո։ Ուրեմն հետագայում պահանջումը որ ուրեմն Գերմանիա զորքերը պետք է հանի Ֆինլանդիայից, հələ դուք տեսեք այս տականքները մարդկանց արյունի վրա ինչ են խոսում, բայց մինչև վերջ նայեք Ստալին։ Ասում է Ստալինը շանտաժիստ է, Հիտլերը հրամանատալի Ռիբենտրոպին զգուշ եղեք, Ստալինը շանտաժիստ վատ մարդ է, թղթի մեջ գրած է այդպես։ Զգուշ եղեք չտրվեք Ստալինի շանտաժներին։ Ուրեմն ասում է Ֆինլանդիան հանում ենք ու շատին լսեք, այս են պահն է որ նաև Հայաստանին ու Թուրքիային է վերաբերում։ Ասում է Ստալինին Ֆինլանդիայից հանում եք գերմանական զորքերը, այդ իմերն ա եղեք այցելության ժամանակ, ասում է Ռումինիան հանձնում եք ինձ, ինչպես նաև Բալկաններով Հունաստանը եւ թողնում եք ես զորք եմ դնում Կոնստանտինոպոլսում, քանի որ Եկատերինա էլի լրբազավրի ժամանակ հատուկ Ալեքսանդրի անունը փոխում են Կոնստանտին, որ այն Չեսմեյանները պատմել եմ Արլով Չեսմեյանները 7 աղբեր սիրասները Եկատերինայի, որ Չեսմեյան ծոցում Օսմանյան բանակը ջարդում են, ուզում են բյուզանդական կայսրություն հիմնեն, բայց տեսեք ջհուդի ձևով, բերեն իրանց ջհուդ մարդուն դնեն իբր Բյուզանդիայի տերն, տեսնում եք այդ ջհուդական ծրագիրը բան է ժամանակվա մասոնական, դե բոլորի դոշին խփած է, չէ՞ Մալթյան օրդենի, Եկատերինայի դոշին է։ Դնեն այդտեղ Կոնստանտին անունով իրենց օրդենի ղեկավարին կայսր։ Այսինքն լրի վերացում է գալի, էլի ամեն ինչի։ Դարմամենակ ջհուդական աշխարհամաս։ Բայց այդ որ վերցնեն Ստալինը ասում է, բանը Հիտլերն ասում է, գիտեք ինչ կա, Ռիբենտրոպ-Մոլոտովով արդեն բնական է, Հիտլերն ասում է, արի սենց անենք։ Դու Կոնստանտինոպոլսի, դու Ստամբուլին չես խփում Պոլսին։ Ես եմ այդ ամբողջը վերցնում Բալկանով, քեզ տալիս ենք Պարսկաստանը, դու ունես Բաքու եւ այլն այդ մասը նավթի, ես նավթ չունեմ։ Ռումինիան որ վերցնես, այդ մի տեղից եմ եւ նավթ ստանում։ Այն ժամանակ աշխարհի շատ երկրներ նավթ հələ չէին անում։ Ռումինիան մնա ինձ, այս ամբողջը վերցնենք, Աֆրիկան ես բան կանեմ ամբողջ Իրանով, Հնդկաստանով անգլիական գաղութ, Չինաստան ամեն ինչ քոնն է օվկիանյան, հա, պետք եղավ Աֆրիկայի կգաս։ Ուրեմն այս ամբողջ գործողությունների ընթացքում որ խոսում են, Ռուսաստանը ասում է, ուրեմն ես խնդիր չկա, կմտածեմ, լսեք։ Մտածելը դա նշանակում է ժամանակ ցկել։ Հիտլերը ասում է զգուշ եղեք, սա ժամանակացկում։ Անակնկալ տակից Ստալինը պայմանագիր է կնքում Բուլղարիայի հետ, որ պատերազմ սկսավ ինքը տես զորք դրի մնացածը իշխի։ Գերմանիան, որը ինքը հակում ուներ հասնել պարսկական նավթին, քանի որ առանց նավթի ինքը չէր կարող կռվել։ Իսկ Թուրքիայում ուղղակի զորք դնել, դա Ռուսիա համար 1-1 էր, որտեղ իր դաշնակիցն էր։ Ինքը չէր նվաճելու, բերել էր այդտեղ բազա դնել, իսկ եթե Պոլսի վրա բազա դներ, դա նշանակում էր Սև ծովը իր ներքին ծովա դառը, որը Ռուսաստանը միշտ երազել է ու 300 տարվա մեջ չի ստացվել։ Այդ ներքին ծովը վերցնելուց հետո Ռումինիա, Բուլղարիա մնացածը ավտոմատ պետք է անցնեին Ռուսաստանի կազմ։ Էլ ճար չունեն։ Դրա համար ռուսներին թույլ է տրվում, ճիշտ է, դա արդեն վերջին ահազանգնալում գրավել Բեսարաբիան, այսինքն այսօրվա Մոլդովան եւ Օդեսայի մարզի կեսը Ռումինիայից, բայց արդեն դա վերջին կարմիր գիծն է լինում։ Եվ անձայն թույլատրում են, որ Պարսկաստանը գրավի, որը գիտենք, որ ռուսական զորքերը պետք է մտնեին Պարսկաստան, հետագայում են մտնում, արդեն հանձնված է լինում։ Ձեն չեն հանում, ինքը փաստում է միացած անում, ոչ թե եռյակ դաշինքի, ինքը քառյակն է լինում, որ աշխարհը ձևի։ Բանակցություններից գալու ընթացքում, որ սա այսպիսի կեղտոտություններ անում, ինքը ուղարկում է
նամակ Մոլոտովը ուղարկում է նամակ հուշ գախնի, որը գտել են տանրանցքը վերցրել են Ռաշիֆրովկեն, ուղարկում է այն ժամանակվա այդ Աղուսյակով Ռաշիֆրովկեն, ուղարկում է Ստալինին, ասում է, որ ես էստեղ ոչինչ չփոխվավ, ուղղակի ձեր ասած ժամանակը ձգեցի։ Այդ որ արդեն տեսնում են գերմանացիք, հասկանում են, որ սրանք շանտաժով են գնում, Գերմանիան մի անգամից պայմանագիրակնքում ու արագ զորքի հարվածա տալիս։ Ինչի են իրանք ձգում, հեսա կասեմ։ Արագ հարվածա տալիս, որ մի անգամից ավտոմատ Հունգարիան, Խորվաթիան, Ռումինիան, Բուլղարիան դառնում են ֆաշիստական։ Մնացածն է ֆաշիստական, թիկունքը պահում է ու հարվածը գնում է դրանից հետո Ռուսաստանի։ Իմիջիայլոց ասեմ, որ Ռիբենտրոպ-Մոլոտովը կնքվել է 1940 թվականի օգոստոսին, այն մյուս կռիվը արդեն բոլորս գիտենք երբ է սկսվել, հա, մի տարի հետո։ Հիմա տեսեք, հետաքրքրությունը ամենաուժեղը որն է։ Հասկանալով, որ սա ժամանակա ձգում իր զենքերը նորոգելու համար, քանի որ գերմանական հետախուզությունը նայում է խորհրդային զենքերի տեսակը։ Ուրեմն խորհրդային բանակի 90% տանկերը, 90 չէ, 99% տանկերը T-26-եր էին, բոլորը խփեք նկարը նայեք։ Մոտավորապես գալիս է ոնց որ այսօրվա, ինչ ասեմ, բանով, Ford Transit-ով դուրս գաս Jaguar-ի դեմ 40-50 տոննանոց տանկի դեմ կռիվ։ Մի տոննանոց, 2 տոննանոց ավտո։ Խորհրդային միությունը ճակատում կուտակում է հսկայական քանակությամբ զորք, հսկայական միլիոններ, եւ 10,000-ը տտես տանկ, մտածելով որ փոքրներով կարա խփի։ Որ պատերազմը սկսում է, հարձակումը արդեն ելնում է, որ տեսնում են ռուսը առաջ է գալիս։ Հա, ու մեկ է ռուսները այդ ընթացքում գախնի բան են անում, որ վերացնեն ընդհանրապես Ֆինլանդիան, որ գերմանական զորք ընդեղ կա։ Այս ամբողջ խաղերից հետո, հա, մեկ է Ճապոնիային ասում են հանկարծ չարձակվի Կուրիլյան կղզիների վրա։ Տեսեք, Ճապոնիան իր խոստվածը պահում է, Գերմանիան իր խոստվածը պահում է, չի արձակվում վրան։ Ոչ մի բան իր ասածը, ինչ ուզելա զիջել են։ Իտալիան պահում է, Ստալինը շանտաժ անում ժամանակ ձգի ու պատերազմը որ հարձակվում է, Ստալինում է պատիժ։ Հիմա զուգահեռը կանցկացնեն որտեղից։ Ու ընդհանրապես ունենալով 500 Jaguar ամբողջ այդ հսկա ճակատի վրա, Ֆինլանդիայից մինչև բան, Սևծով ճակատի վրա, պատկերացնում եք, այդ ամբողջ ճակատի վրա ունենալով այդքան զոր 10,000 տանկը ռուսական ուղղակի տրորելով անցնում են։ Ինչպես ներկայացնում են ժամանակի փաստաթղթերը ռուսական կողմի, ասում են թե նկարագրում են տանկիստները եւ զինվորները, որ ասում են մեր կրակած տանկի կրակած բան այդ արկերը կապնում են Jaguar-ներին ոնց որ բանի վրա, արջի վրա մրջուն հարձակվեր, ընկնում են։ Իրանք գալի տրորում ասում են, այսինքն Ստալինի այս ամբիցիան ու հատուկ ջարդելու ձևը նոր հետագայում են ստեղծում T-32 տավանկը մոտիվացնում են համարյա որ մոտենա այսօրվա T-34-ը Jaguar-ի կեսին, ուղղակի քանակության շնորհիվ որ ինքը պատերազմավարում նաև Անգլիայի եւ Ֆրանսիայի, ինչպես նաև Ամերիկայի դեմ արդեն ուզում են պատերազմ վարել, կղզիների վրա որ Ճապոնիան հարձակվում է, նրանց օգնությունը չլներ, խորհրդային միությունը պատերազմը չէր հաղթի։ Հիմա այս ասա Թուրքիայի պահին, տեսեք, ինչա կատարվում Թուրքիայի պահում։ Ռուսաստանը ուզում է ինքը դնի ջուրդ ղեկավար, որ ընդհանրապես հաջորդ վերացման էր տանելու հայացքը, Գերմանիան ուզում է ինքը դնի ղեկավար, բնականաբար ինքը չի բացահայտում այն Գերտրուդա ծրագիրը, որի մեջ գտնվում են Նժդեհը, Դրոն եւ մնացածը, որով պետք է գար այս տարածքներ։ Այսինքն ցանկացած դեպքում պատերազմական իրավիճակ Թուրքիայի տարածքում գնալու է։ Իսկ Թուրքիայի տարածքում գնացած պատերազմական վիճակը անկախ նրանից գերմանական շարժումը գար քրիստոնյա թե ինչ, գալու էր շարժումը, եթե Նժդեհին էին բանան, բնականաբար Նժդեհը հասցնելու էր իր ուզածին, քանի որ Նժդեհն է լինելու ղեկավար։ Իսկ կոմունիստական ղեկավարության մեջ ընդհանրապես այս մասոնականի մեջ հայ չկային, հայերին բոլորին խփվում էր, ով իր հետ է խփեց։ Թողեց միակ անզգանունով հայ ջհուդին Մռավյան բանին Միկոյանին, որն էլ իրան սպանեց ու վերջում Ստալինի հետ ասեց այ դու սպիտակ աղվես ծեր, մենակ քեզ չկարացա բռնել, դու իմ գլուխը կերար։ Այդպես է եղել։ Իսկ ինչ վերաբերում էր խորհրդային միությանը, խորհրդային միությունը զոհ տվեց մոտ միլիոն ու կես մարդ, մինչև կարողացավ նորից հավաքել, նորից բերել եւս մի 20-25 միլիոն զոհ տալ, որպեսզի պատերազմը հաղթի։ Այսպեսի հուժ գախնի թղթի մասին է ուզում խոսել, որպեսզի բոլորը հիշեք, որ չի եղել ուխտա դրուժ պատերազմ, սա եղել է պատիժ, որը եղել է նաև 1912 թվականին, որը ներկայացվում է ռուս պատմաբանների շատ ուժեղ պրոֆեսորներ, որ նույն ձեր Նապոլեոնը, որ արդեն վառած էր Մոսկվան, կամ ինչ էին վառել Մոսկվան, Նապոլեոնը եկել էր իր Տիլզիտի պայմանագրի գաղտնի պատրաստվածության պատասխանը ստանալ, թե անասուն դու պատրաստվել իր Ավստրիան քանդեիր, մյուսը քանդեիր, ինչի հելար իմ դեմ։ Պարզա, բա որ այդքան պարտվել էիք, հաղթել էիք, հասել էիք Փարիզ, միլիարդ ու կես
բանը տուգանք, ռազմական տուգանք, ինչի մուծեց, զորքերը հասան Փարիզ, Սուվորովի 1,5 միլիարդ տուգանք տվեցին։ Այսինքն պատմական փաստերը խեղաթյուրելով, կայսրության մեջ երկաթի ձեռք դնելով, կայսրության ընթացքում սպանելով ավելի քան 195-ից 200 միլիոն մարդու, 40-70 տարի պահեցին այս հրեշավոր ջհուդական կլանի մեջ։ Հիմա էլ նույն ջհուդների զավակները Պուտինի եւ մնացածի Հայաստանում էլ ներդրած իրենց փնթիներով փորձում են այստեղ վերացնել։ Չի ստացվելու։ Ռուսական կայսրությունը Ժորժ ջան չկա վաղուց։ Ռուսաստանի ֆեդերացիան էլ չկա, մասնատվելու է, որը վերելու է փրկության։ Ոնց սարքվել է, այտենց էլ քանդվելու է։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր եւ հիշեք, հայա նա, ում մեջ Աստծո մասնիկը լույսը կա, ով որ իր ազգային արժեքը ծախում է նյութականի, իր ազգի հանդեպ սկսում է փողով աշխատել, սպանել, վերացնել, նա վերածվում է դժոխքի ապրանքի։ Ու դա շարունակվելու է, նա վերանում է Աստծո պաշտպանությունից։ Ինքը հիմա կուրախանակասի ուրա չկա, իրեն չեղավ երեխուն ունես բանալելու թորին, մյուսին, որ իր ջանը մռմռա անընդհատ։ Սա հաստատ իմացեք։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որոնք տականք են եւ այլասերված։ Աստված թող արժանին պատժի Ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարի Մուշում, Վանում, Սասունում, Արտվինում, Բաբերթում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։